Մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի Ակումբ եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Բարև ձեզ, պարոն Թևանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես վստահ եմ, որ հետևում եք ինչ էր տեղի ունենում ավականու նիստի ժամանակ, քաղաքապետարանի գործակարգավարական այդպես է կոչվում։ Նիստի ժամանակ ինչ հայտարարություններ եղան եւ անցած շաբաթ ինչ էր տեղի ունեցել։ Խնդրեմ, ինչպես եք գնահատում։ Տեսեք, երկու հանցագործության հետ գործ ունենք, մեկը կոռուպցիան է, մյուսը խուլիգանությունը եւ երրորդ կոմպոնենտը որ կա, շատ վատ կառավարումը։ Մնացածը լիրիկա է, մնացածը շեղող հանգամանքներ են։ Որն էր կոռուպցիան։ Ուրեմն այս իշխանությունները, որոնք թանկացնում էին տրանսպորտը եւ մենք դրա դեմ խոսում ենք, պայքարում ենք եւ թույլ չտվեցինք, որ 300 դառնա, ցավոք դեռ չենք կարողացել այնպես անել, որ 150-ը իջեցնի, բայց process-ը շարունակվում է եւ քաղաքացիները շարունակում են իրենց բոյկոտը եւ ահա այս թանկացումները իրենք միշտ հիմնավորում են, որ մանկապարտեզներ են վերանորոգում, այս են կանում, եթե հանգարց փող չլինի, ուրեմն մանկապարտեզ չի լինի, չգիտեմ ինչի կոնկրետացել են մանկապարտեզների վրա։ Ավտոկայանատեղիները թանկացնում են, մենք պայքարում ենք, դատը շահում ենք, ելի շարունակում են թանկացնելը, ելի մենք շարունակում ենք դատական process-ը։ Իրենք ասում են, որ մենք դա անում ենք, որպեսզի մանկապարտեզները վերանորոգենք, այն հայտնի անեկդոտի պես ասում են, ինչ անում ենք երեխեքի համար ենք անում, իբր թե այլոց երեխեքի, բայց սուտ էին ասում։ Հիմա բացահայտվեց, որ մանկապարտեզը, որ պետք է շահագործման հանձնվեր դեռևս անցած տարվա վերջին, ասենք մինչև հունվարի 1-ը չի հանձնվել, շատ անորակ շինարարություն է եղել եւ հսկայական գումարներ են մսխվել։ Եվ ահա դրանից հետո արդեն սկսվեց սադրանքին իրենց կողմից սադրանքը։ Սադրանքին հաջորդեց խուլիգանությունը, այսինքն հարձակում քաղաքացու վրա, որը եկել էր թաղապետարան կամ ինչպես հիմա են ասում վարչական շրջան, որպեսզի պարզեր թե ինչի ինչոց է եւ հարձակվեցին, ծեծեցին մի քանի հոգով քաղաքացիներին, այդ թրքաբարով վարքագիծը ցուցաբերեցին իբր Եվրոպա գնացող հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները, որին արդեն պետք է հաջորդեր քաղաքական լուծում, այսինքն շատ արագ կամ հրաժարական կամ պաշտոնանկություն եւ միանգամից քրեաիրավական process, որպեսզի պատասխանատվության ենթարկվի կամ ենթարկվեն խուլիգանները։ Մենք տեսանք ինչպիսի պատկեր, պաշտոնանկություն չկա, իսկ մեղադրանք են առաջադրում նաեւ նրանց, ովքեր բացահայտել են կոռուպցիան եւ ծեծի են ենթարկվել։ Հիմա այստեղ ուզում եմ կոնտեքստը բացեմ, որպեսզի մեր քաղաքացիները պատկերացնեն, թե ինչու է այս ամեն ինչը հանգեցրել նրան, որ այսօր ընդհանրապես քաղաքապետի պաշտոնը ապօրինաբար լիազորություններ ստանձնած Տիգրան Ավինյանը խոսում ընդհանրապես այն մասին, որ մոտարապես Տիգրան ջան սիրուն չի։ Այսինքն այդ թաղապետին ասում է սիրուն չի ու անցնում են առաջ։ Ոնց որ Ալեն Սիմոնյանը իր թիկնապաներին ասեց բռնեք ձեռքի ես թքեմ, այսպես խորոզլամիչ լինեմ քաղաքի կենտրոնում, հետո ասեց կներեք սիրուն չէր ու անցան առաջ։ Ուրեմն այս պատմության ենթատեքստն այն է, որ մազից է կախված Երևանի իշխանությունից, Երևանը հանրապետության կեսն է եւ քաղաքական առումով շատ ավելին է։ Մազից կախված է ուրեմն քաղաքային իշխանությունը եւ այդ մազից կախվածությունը հիմա շատ ավելի բարակել է, պատկերացնում եք մազից էլ է բարակել, որովհետեւ եթե նախկինում իրենք կախված էին հանրային ձայնից, հիշում եք 23 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցավ պարզ անաստագողություն, այն հայտնի ֆիլմը, որ ասում են ոչ խար են գողացել, ոչ խար, մի խոսքով մի քանի այդպես տարան իրենց կողմը եւ ստացվեց, որ փոքրամասնության ներկայացուցիչ ՔՊ-ի այդ անդամը դարձավ քաղաքապետ։ Հանրապետությանը կցեցին իրենց, կծմցեցին, բայց էլի չհերիքեց, գնացին այդ անաստագողության ճանապարհով։ Հիմա արդեն, երբ որ մի պա իրենք ուզում էին որոշում կայացնել, որ հերացնեն այդ սանձարցակ խուլիգան թաղապետին, Արամ Սարգսյանը, որը ինձ թվում է հատուկ բուհ է ավարտել, այնտեղ մասնագիտանում են այդ բուհում մի ուսանող է եղել, ինքն է եղել, մասնագիտացումը Վազգեն Սարգսյանի եղբայր։ Ինքը ինձ թվում է ինչ-որ դիպլոմ է ստացել, որի մեջ գրված է. Ես մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայրն եմ։ Ինչու՞ դա մասնագիտացում, որովհետև ինքը Վազգեն Սարգսյանի դիակի վաճառքով է զբաղվում, ցավոք սրտի, արատավորում է Վազգեն Սարգսյանի անունը, Վազգեն Սարգսյանը եւ դրական եւ բացական կողմեր ուներ, բայց ինքը դրականը ամբողջությամբ ոչնչացնում է, բայց իր վրա վերցրել է այդ անուն ազգանունը։
սարքել է մեդալ, խփել է դոշին ու ման է գալիս ու վաճառքի առարկա է դարձնում, այսինքն կոմերցիայի է վերածել Վազգեն Սարգսյանը, եղբայր լինելը։ Հիմա այս կոմերսանտը շանտաժ արեց, ասեց մենք ուրեմն իր թաղապետի բերանով էլի շանտաժ արեց, ասեց եթե մեր մի թաղապետին հանեք, մենք մնացածս դուրս կգանք եւ երկրորդը մտավ անհեթեթությունների դաշտ, ասեց այստեղ ինչ-որ Ռուսաստան, Արևմուտք, Բուչա, Ուկրաինա, Նիկարագուա, Պանամա, մի խոսքով համաշխարհային գլոբալ տաքացում, սառեցում, օվկիանոս եւ այլն, ջրային ռեսուրսներ եւ այլն, ամեն ինչի հետ կապեց, որպեսզի թեման շեղվի, բայց թեման շատ կոնկրետ է, ժողովուրդ։ Այս մարդիկ իրենց Նիկոլ Փաշինյանի սիրած բառերով ասեմ, լափել են երեխաների փողերը, շատ վատ կառավարում են իրականացրել, մանկապարտեզի շինարարությունը խայտարակ ձևով են իրականացրել իրենց հետ փոխկապակցված ֆիրմայի միջոցով, եւ հիմա այդ ամեն ինչը փորձել են կոծկել նախ բռունցքներով, ապա նաեւ դեմագոգիայով։ Այսինքն Արամ Սարգսյանը պաշտպանում է ոչ թե եվրոպական արժեքները, ինքը թուրքամետ է իրականում, այլ պաշտպանում է իրենց թալանի իրավունքը բռունցքներով, բայց ինչ էր ասում, մենք մեր ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը պաշտպանում ենք այսպես կոչված ռուսահպատակներից կամ ռուսապետներից։ Իրենք որ թուրքամետ են ու թուրքահպատակ, գիտեն թե մնացածներն են ինչ-որ հպատակություն ունեն եւ հայտնի ձևակերպում կա, չէ՞ որ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Հիմա Արամ Սարգսյանի վերջին հանգրվանը դարձել է ինքնիշխանության իբր պաշտպանությունը։ Իրենք ինքնիշխանությունը չեն պաշտպանել, իրենք մի ժամանակ այդ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ էին նկարվում Շուշիում, հիմա այդ արձանի մոտ նկարվածները պղծել են Վազգեն Սարգսյանի արձանը, շատ սիրով համագործակցում են նրա հետ, ով թույլ տվեց, որ ադրբեջանցի զինվորականը նստի Վազգեն Սարգսյանի արձանի գլխին եւ շատ կեղտոտ ձևով իրեն սպայի։ Այսինքն հենց դա եմ ես անվանում մասնագիտացում, կոմերցիա եւ ինչ ասում Արամ Սարգսյանը ըստ էության Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի շանտաժ է անում, ասում են լսի, դու մազից ես կախված։ Ну տվյալ դեպքում շան մազից։ Եթե այդ մազից կախվածությունը հանգարց մի քիչ թույլատրեցիր, մենք դուրս կգանք կոալիցիայից եւ ստիպված դուք կմնաք փոքրամասնություն, ինչպեսին որ կայք եւ տեղի կունենան փաստորեն արտահերտ ընտրություններ կամ քաղաքապետ կփոխվի, որովհետեւ Մայր Հայաստան խմբակցությունը այնտեղ թող անհամեջ չհնչի Երևանի ավականիում դոմինանտային կարգավիճակ ունի, մեր բոլոր ներկայացուցիչները, ավականու անդամները, խմբակցության ղեկավարը, բոլորը շատ արդյունավետ են աշխատում եւ բացահայտում են եւ իրենց կոռուպցիան եւ իրենց քաղաքական սնանկությունը եւ Արամ Սարգսյանը ասում է տեսեք, եթե ես դուրս գամ, կամ արտահերթ է լինելու, կամ Մայր Հայաստանը վերցնելու է իշխանությունը, կամ ընդդիմությունը մեծ հաշվով վերցնելու է իշխանությունը։ Հիմա սա դուք ուզում եք, ոչ, չեք ուզում։ Երկրորդը, եթե արտահերթ եղավ, դուք պարտվելու եք այնպես ինչպես Գյումրիում ու շատ ավելի վատ ձևով։ Նիկոլ Փաշինյանն մտածում է, լավ, ես ամեն ինչը նորմալ է եղել, ընդ որում բռնությունը այնպես չի, որ մենակ այդ Արամ Սարգսյանն է այդ հատուկ, ուղղակի դրանք հաբրգել են, որ տեսել են, որ դա ներվում է։ Իրենք ասում են, լավ, մի կողմից դա լավ է, որ հարձակվել եք ընդդիմության վրա, բայց այսպես մի քիչ իմիջային խնդիրներ կան, բա մենք ինչ անենք։ Նստել են առևտուր են արել, այդ առևտրի պայմաններում որոշել են, դե լավ, հիմա մի երկու հատ թուքումուր ավել, մի երկու հատ թուքումուր պակաս, թող մնա Արամ Սարգսյանը կոալիցիայում, մեր աթոռը եւ մեր թալանի իրավունքը շատ ավելի գերադասելի է, քան ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ այլն եւ այլն։ Հիմա Նիկոլ այդ շանտաժը ստիպված էր, հա, Մարսել։ 100%։ 100%։ Սա նշանակում է նորից կկրկնվի, բան, տենց։ Դե գիտեք ինչ, բրուսկը ժողովրդական լեզվով ասած այդ ուժերի Չէ, հետո նորից բան կան, էլի շանտաժ կան, եթե շանտաժը Արամ Սարգսյանի աշխատումը, բայց մյուս կողմից Արամ Սարգսյանը չի հիշում, որ եթե չօգնեին բան Արամ Սարգսյանն այդ ոնց էր հայտնվելու այդտեղ։ Տեսեք, ուժի կիրառումը ժողովրդական լեզվով ասած վարունգի պես բան է։ Մեկ տեսար քո ձեռքում է այդ ուժը, մեկ տեսար քո այլ հատվածում։ Եվ այդ ուժը կարող է նաև քո դեմ կիրառել եւ տեսեք շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել։ Սրանք ինչ էին ասում իրենք, ասում են ժողովրդական ոչ բռնի թավշա հեղափոխություն, չէ՞։ Ուրեմն հակաժողովրդական թրքաբարո եւ բռնի հեղափոխություն է տեղի ունենում հիմա եւ մենք տեսնում ենք թե սրանք իրանց իրականում ինչ արժեքների ներկայացուցիչներ են իրենք եւ փաստացի շանտաժը աշխատել է։ Արամը ասում է դուք պաշտպանում եք մեր թալանի իրավունքը, մենք է պաշտպանում ենք աթոռի մնալու ձեր իրավունքները ճակերտներում բնականաբար տվյալ դեպքում եւ գործարքը տեղի ունենում ուղիղ եթերում։
Այսինքն ասում են ամոթ քեզ, էս ինչ արեցիր, մի քիչ զուսպ եղեք, այսպես համազուսպ եղիր։ Տիգրան, Տիգրաններից մեկը դիմում է մյուս Տիգրանին, ինչու ես լացում մեկ այլ Տիգրան, այս մեկ այլ Տիգրանը ասում է, որ դե այո, ես պետքա բան անեի, մի քիչ զուսպ լինեի, բան, իբր թե թատրոն են խաղում ժողովրդի առաջ, որ շատ վատ են զգացել, բայց նաև այն մյուս թաղապետին են դիմում այդ հանրապետության, ասում են լսի, ես ինչ բաներ ես ինձ այս պրիդիավաներ ես ներկայացնում, ես ինչ եմ այս տերմիններով խոսում, որովհետև բարիս բուն իմաստով այո, բարիս բուն իմաստով այդպես կիսակ հողական սխոդկայի նման է, ասում ես ինչ պրիդիավա ես անում, որ ես ինչ կանես, ես ինչ հաթաթա ես տալի, բան են ասում դե լավ ներող աղբեր ես բան եւ այլն, մոտարապես այսպեսի մթնոլորտ է հիմա ձևավորված Երևանի քաղաքապետարանում եւ ուղղակի ես ոնց հասկացա քաղաքապետի պաշտոնը ապօրինաբար լիազորությունները ստանձնած մարդը ասում է Ժողովուրդ ջան, մենք ուտում ենք համատեղ, մենք վայելում ենք համատեղ, բայց այնպես արեք շուխուր չլինի եւ այդ շուխուր չլինելու պարագայում այնպես արեք, որ ժողովուրդը չտեսնի դա, մնացածը մենք կազմակերպենք։ Եվ ոնց էին ասում, իդեպ ցավոք սրտի մեկ-մեկ նախկինում էլ էր այդպես լինում, որ ասում են դաշտը իրավական տիրույթում է, ասենք բոլորի աշկի առաջ է, էլի տեղ ունեցեցեցը, բոլորի աշկի առաջ է տեղի ունեցել խուլիգանությունը, սադրանքը, ասում են դաշտը իրավական տիրույթում է։ Այո, ենթադրենք այդ համակարգն էլ կա, բայց քաղաքական տիրույթում ինչ կա։ Քաղաքական տիրույթում դուք փաստորեն բռնությունը խրախուսում եք, բայց եթե դուք խրախուսում եք բռնությունը, վաղը ասենք այդ նույն ձևով ձեզ հետ են վարվելու։ Ու շատ վատ է լինի